Ձեր անուն, ազգանուն, հայրանունը։ Բաղրամյան Տիգրան Վիգենի։ Բաղրամյան Բաղրամյան Տիգրան Վիգենի։ Այո։ Բաղրամյան որտեղ եք ծնվել, որ թվականին ամիս ամսաթիվ։ 27 սեպտեմբերի 1971 թվականին քաղաք Ստեփանագերտ։ Ինչեր օր եք ծնվել։ 27 սեպտեմբերի։ Պարոն Երիցյան, ես բարև ձեզ։ Կներեք։ Պարոն Մելիքյանին արդեն ասել եմ, ձեզ էլ ասեմ։ Եթե դուք գիտեք, որ մյուս պաշտպանը նիստի գալու է, չկա որ ինձ զանգեք, ասեք, որ դուք հնարավոր է 30 րոպե ուշանաք, կամ եթե էլ ասում եք, ասեք, որ ինքը լինելու է։ Թե չէ մեզ անորոշության մեջ եք պահում, ու տխավարություն է ստեղծվում, դուք մենք պետք է 30 րոպե սպասեք, ձեզ որ դուք գաք։ Ասեք գոնե որ մեկը գալու է, էլի։ Իրար ձեր գործունեությունը համաձայնեցեք, այսքանը։ Սեպտեմբերի 27-ը լսեցի, բայց 1981 թվականի սեպտեմբերի 27-ը։ Որտեղ։ Ստեփանագերտ։ Հիմա որտեղ եք բնակվում։ Դարթաշը 4-րդ թաղամաս շենք 2, քաղաք 2։ Շենք 2, բնակարան 27։ բնակարան 27։ 27։ Ում եք ճանաչում վարույթի մասնակիցներից։ Սարգսյան Դավիթ։ Ինչ փոխհարաբերությունների մեջ եք նրա հետ գտնվում։ Որպես ղեկավար։ Որպես ձեր ղեկավար, դուք ինչ եք աշխատել։ Ստեփանագերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար։ Որ թվականից։ 2020 թվականի օգոստոսից։ Այս վարույթով այլ անձինք նույնպես ունեն Սարգսյանի դատավարական կարգավիճակը, նրանցից ում եք ճանաչում։ Եթե խոսքը ավականների մասին է, ավականի անդամների մասին է բոլորին։ Ավականու շատ անդամներ կան, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող, այո, բոլորին ճանաչում եք, հա, ինքն են նրանք։ Նրանց հետ ինչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվում։ Աշխատանքը Թշնամություն, բան չէ։ Բարի։ Ես ձեզ բացատրում եմ, որ դուք վարույթով ունեք վկայի դատավարական կարգավիճակ, պարտավոր եք ճիշտ ցուցմունք տալ, ցուցմունք տալուց հրաժարվելու, խուսափելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն, միևնույն ժամանակ պարզաբանում եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ուժով իրավունք ունեք հրաժարվել ձեր ամուսնու մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այդ ցուցմունքը կարող է օգտագործվել ձեր կանոնից դեմ։ Պարզ է, հասկանալի է։ այո։ Խնդրեմ մոտից եք ստորագրել, ուշացված է։ Բաղրամյան, ձեր դիմաց տեքստ կա դրված, խնդրեմ բարձրաձայն ընթերցեք։ Ես Տիգրան Բաղրամյանով ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Պարոն Մեղադրու, խնդրեմ հարցեր։ Իմ համար իրական չէ այդ հարցի պատասխանը, բայց նիստի սկզբից մեզ ոնցով հետաքրքրում է այդ հարցը աշխատակազմի ղեկավարին քաղաքապետները նշանակել։ Չէ, Արցախ հանրապետության կառավարությունը։ Ես հարցի Բան իմանանք էլ մեզ էլ այդ իմանալով համարացել Սուսաննա Բեգլարյանին ճանաչում եմ։ Սուսաննա Բեգլարյանը Ստեփանագերտում քաղաքապետարան ինչ պաշտոն է զբաղեցրել, ինչ գործունեություն է իրականացնել եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց հետո ստացի գործառույթը իրականացրել է, թե ոչ, եթե իրականացրել է, ապա ինչպիսի գործառույթներ։ Սուսաննա Բեգլարյանը հանդիսացել է Ստեփանագերտի քաղաքապետարանի մի քիչ խնդրում եմ բարձր աշխատակազմի եկամուտների բաժնի պետը, Հայաստանի Հանրապետություն գործառույթ չի իրականացրել,
Արցախում գործառույթը բաժին եղել է բաների եկամուտների հավաքագրումը։ Այս դեպքում ավելի հստակ, եթե ավտոմեքենաների օտարման հետ կապված գործառույթներ եղել, ոսկե վերաբերում է քաղաքապետարանի պատկանող, ենթակա հիմնարկների պատկանող շնորհեն ավտոմեքենաների, գույքի օտարման հետ կապված, գույքահարկի հետ պարտավորությունների մասով, սա Սուսաննա տեղեկատվությունը տրամադրել պարտավորություն կա թե ոչ։ Ոչ, Սուսաննա չտրամադրել։ Այդ դեպքում մենք ունենք քրեական վարույթի նյութերում մի քանի տեղեկանքներ, որոնք ներկայացել են ճանապարհի ոստիկանության հաշվառման քննական բաժին։ Տեղեկանքների բովանդակությունը մեքենաների հետ կապված գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին է, որտեղ որ նշված է Սուսաննա Բեգլարյանի տապակիր նշված է ձևակերպի մեջ տվյալները, բայց դուք նշել եք, որ ստորագրել եք անձամբ դուք։ Այս դեպքում սա ինչ գործառույթ։ Կներեք, դուք նշել եք, որ ստորագրել եք անձամբ դուք։ Չի լինի տենց։ Չէ, ես ընդհանուր գործառույթ եմ ուզում հասկանամ, ես չեմ վիճակում։ Ինչու՞ց դեպքի հարցնեք, պարոն Խաչատրյան։ Քանի որ գործառույթների մասին հստակ չասվեց, ես ուզում եմ հասկանամ, ինչով է պայմանավորված ձեր կողմից այդ տեղեկանքը տրամադրելը։ Ախր դուք անվերապահ ձեր հարցը այնպես է հնչում, որ ինքն է այդ տեղեկանքը տվել, ինքը տենց տեղեկանք տվել է ընդհանրապես, թե չէ, ինչ գիտեք։ Նախաքննություն ինչ կա, պարոն Խաչատրյան։ Հիմա այդ հարցը տվեք պատասխանը նոր ասեք։ Բնականաբար կասի ես չեմ տվել։ Միգուցե ոտքի կան։ Գլխով, չգիտեմ, ես դատարանից հարց է տալիս։ Դուք իմ հետ եք, չէ՞, ոնց որ ինձ եք բարձրաբանում։ Իմ հարցադրումներն էր, ես էի հարցադրում։ Ձեր հարցադրումը իմ համար ես առարկեցի ձեր հարցի դեպստերության, խնդրեցի, որ բացատրեք այդպես հարց չտա։ Քանի որ ինքը այդպիսի տվել, դատարանին չի տվել, որ ինքը որևէ փաստաթուղթ տա։ Դուք հուշող հարց եք տալի, որ իրավունք չունեն։ Այս է հարցում կլիներ, եթե նախաքննության փուլում դրա մասին հայտնած չլիներ։ Բան Մելիքյան բոլոր դեպքերում իմ հարցը երևի հասկանալի է, որտեղ այդպես ասեք դուք այս վարույթով ինչ-որ փաստաթուղթ տվել եք, սենց պետք է լինի, պարոն Խաչատրյան կարծիքը։ Լավ, թողեք ես իմ հարցերը տամ։ Ես կթողեմ դուք ձեր հարցերը տաք, բայց ես իրավունք եմ որոշեմ ձեր հարցը հանեմ, համասան վերաձևակերպել։ Եթե պատվարժան դատարանը գտնում է, որ իմ հարցադրումը հուշող է, խնդրեմ դատարանի գործառույթների շրջանակում թողել որակի հուշող հարցադրում եւ որակեցել ես տեղությամբ։ Ես տամ իմ հարցը։ Դուք տեղեկանք կազմել եք թե ոչ։ Այո։ Ինչ տեղեկանք։ Դուք ավելի երկար կտանես։ Գույքահարկի պարտավորություն չունենալու մասին։ Ինչի։ Որովհետև Չէ, ինչի մասին։ Ինչի մասին գույքահարկի։ Հետո ինչու եք կազմել։ Ինչու։ Տենց չէ, պարոն Խաչատրյան։ Ինչու։ Ես նշեցի, տեղեկանքներ կազմել եք թե ոչ։ Ասեց, ինչ, հետո ասեք ինչու։ Ինչ տեղեկանք։ Գույքահարկի պարտավորություն չունենալու մասին։ Քանի տեղեկանք եք կազմել։ Որտեղ եք կազմել։ Երևան քաղաքը Մաբովյանի մոտ։ Ինչ եղանակով եք կազմել, ասած չի։ Կներեք չհասկացա։ Ինչ եղանակով եք կազմել։ Ձեռագիր եք գրել։ Չէ, տպագիր։ Ամբողջ տպագիրը։ Այս միացնեմ էլի արդեն մի քիչ պետք է բարձր ուղղակի խոսեք, հա։ Վկայի խնդրենք, որ ավելի բարձր խոսեք։ Հա, պահանջենք որ բարձր խոսեք։ Շարունակեք։ Այդ դեպքում հարցս ընդհատվեց, ունենք քրեական վարույթի նյութերում տեղեկանք, որից կհարցնենք այդ տեղեկանքը կազմել թե չէ, որտեղ նշված է տապակի Սուսաննա Բեգլարյան, բայց կա ձեռագիր ստորագրություն եւ քննք։ Այս ստորագրությունում կողմից է դրվել, տնիկողում կողմից է դրվել, առհասարակ ինչի է տվյալները տապակի եւ ով է ստորագրում։ Իմ կողմից է ստորագրվել, իմ կողմից է տնիկ համոզվել։ Իսկ այդ դեպքում ինչի չի
Ասեմ, այդ տեղեկանքները որպես օրինակելի ձև է գնում։ Մի անգամ փոխել ենք բանից ոստիկանության հաշվառման քննական բաժնից հետ են տվել, որ այս ձևը չի։ Դրա համար տենց է շարունակել, որպես օրինակելի ձև, բայց ստորագրում բանը բարերը ոնց են ասում, ցիչ կայացած։ Լավ է դեպքում ինչի հետ Սուսաննա Բեգլարյանը, որտեղ սկզբից ես հարց տվեցի Սուսաննա Բեգլարյանը ինչ գործառույթ դրանից է, չեմ կարող Արցախում նախինի դա Արցախում հա ինքն է տրամադրում։ Լավ, մեքենաների օտարման հետ կապված ինչ տեղեկություններ ունեն։ Տեղեկությունը հնարավոր ավականները նիստ են հրավիրել որտեղ բանում Աբովյանի նշում Երևան քաղաքի։ Քննարկել որոշում են կայացրել, դրանից հետո որոշում են կայացրել կանոն վերաբերյալ, դրանից հետո ինչ եղանակով ավարտվում։ Ակտու վաճառքում իրականություն։ Այս բանը այդացիք չէ։ Դուք ո՞վ Պարոն Բաղրամյան, այս տեղեկանքների մասին խոսեցիք եւ տեղեկանքների կազմի մասին խոսեցիք, ինչպես է դրանք կազմել, բայց այն ամենայնիվ չնշեցիք, հասկացանք, որ տեղեկանքները տպագի կազմել, բայց դրանք արդյոք կազմել եւ տպագրվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, թե դրանք այդ բովանդակությամբ, այսինքն ներքևը նշացեցիք Սուսաննայի տվյալները բերվել են այդպես Արցախ։ Բերվել են Արցախ։ Իրոք սպասեք, էլի պարոն Երիցյան, ինքը այդ հարցին հստակ պատասխանեց, ասեց այդ տեղեկանքը կազմվել է, հանվել է Աբովյան 9 հասցեում Երևան քաղաքում, դրանից առաջ այլ բովանդակությամբ է կազմվել, ոստիկանությունը չի ընդունել եւ քանի որ Արցախում այդ նույն տեղեկանքներից Սուսաննա Բեգլարյան, նրա նա է տվել այդ տեղեկանքները, ուստի այդ ձևաթուղթը նույն ձևով էստեղ է հանվել։ Պատվարժան դատան, եթե դուք Իհարկե տվացին կողմից տված հարցան եւ հարգարժան հանրային մեղադրող կողմից տված պատասխանների բովանդակության մեջ արկա է էական տարբերություն եւ ինչու մակայանում է տարբերությունը։ Նախ հանրային մեղադրողը նշեցեց ոչ թե դրանք որտեղ է տպագրվել եւ արտահանվել, այլ առհասարակ որտեղ է դրանք ստորագրվել։ Արդյոք նշեց Աբովյանին, մասը տպագրված է եղել, ոչ թե ծրագիր է կազմած եղել, այլ կազմած է եղել տպագիր, որտեղ է ստորագրվել է Աբովյանին։ Ես դա չեմ եկել, ես դա ընդունում եմ։ Այստեղ կարևոր հանգամանք եւ առանցքային նշանակություն ունեցողը այլ է։ Այո, տպագրվել է, այո, ստորագրվել է Աբովյանին, բայց կազմվել է եւ այդ բովանդակությամբ տպագրվել, այսինքն տպագրվելի ես նկատի ունեմ պրինտերով։ Դուք ձևա նմուշը նկատի ունեք, ինքն ասեց, որ Արցախում այդպես է եղել, այդ անձն է արել, այսինքն Արցախում կազմվածն է, էլի։ Հասկացա, Արցախում կազմվածը չի այստեղ կարևորը, այստեղ կարևորն է, որ Բաղրամյանն ու նրանք պետք է հիմա որոշակի բովանդակությամբ հայտարարություն կա, Աբովյանին ու նրանք տպելու հնարավորություն չունեն, այսինքն դրանք որպես ձևանմուշներ բերվել են Արցախից այդ եղանակով։ Ինչ վերաբերում նոր բովանդակությամբ կազմած տեղեկանքի, նոր բովանդակությամբ առհասարակ կազմել է, ներկայացվել չի ընդունվել, այդ ձևանմուշներն են ընդունվել։ Հենց դա է պատճառը, որ Սուսաննան այնտեղ ես գիտեմ ախր դրա համար չորակվի որպես ես գիտեմ այս քան հասկանալով պատվարժան դատան, դրա համար առաջարկում եմ դուք հարցերս ավարտել, հետո տարբերություն վստահ եմ բոլորը կհասկանան։ Ես չեմ ուզում մենք մի բան մի քանի անգամ արձածել։ Չէ, սա կարևոր նշանակություն է եւ դրա համար։ Շարունակեք։ Որն է եղել հիմա այդ համատեքստում նշեք որն է եղել պատճառը, որ ոչ թե տեղեկանքի բովանդակությունը չի փոխվել, այլ տեղեկանքի բովանդակության ներքևում որպես ստորագրող նշվել է հենց Սուսաննան, ոչ դուք։ Ես նոր նշեցի, որ որպես օրինակելի ձև է։ Այսինքն հենց այդ ձևով որպես ձևանմուշ դուք արդեն տպագրված վիճակում բերել եք եւ դա ընդհանրապես ստորագրել եք, ճիշտ է մասը։ Շնորհակալ։ Ես չընկալեցի ինչն եք բերել տպագրված վիճակում։ Տեղեկանքի ձևը։ Այսինքն այդ տեղեկանքի բովանդակությունը Արցախից եք բերել Հայաստան, որտեղ նշված է եղել ձեր անուն ազգանունը։ Չէ, մամա, չկա։ Պատվարժան դատան։ Չեմ ընկալում։ Տեղեկանք է, որտեղ բացկով։ Չէ, ինքը պետք է ասի, դուք ինչ ուզեք կարող ասեք։
Արդեն պատասխանել։ Ես ինքը ուրեմն ես պիտի արձաբանի, որ ես ընկալեմ ինքը ինչա ուզում ասի։ Թե չէ դուք ինչ ուզում եք ասել։ Ես Հարգելի վկա, ես ճիշտ հասկացա, որ դուք Արցախից բերել եք ֆիզիկապես հաստատքների կապոց, որը իրենից ներկայացրել է տեղեկան ձևաթուղթ, որը պետք է լրացվեր անհատական տվյալներով։ Ես ճիշտ հասկացա, որ այդ ձևաթղթում նշված է եղել Սուսաննա Բեգլարյանի անուն ազգանունը։ Արդյոք Սուսաննա Բեգլարյանի անուն ազգանունը նշված է եղել այն պատճառով, որ Արցախի հանրապետությունում այդ գործը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանձնարարված էր հենց տվյալ Միադեր ճշտով հարցի ես տամ, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ տեղեկանքները տիպային ձև ունեին, դեռ ընդհանրապես հպաստողված էին անձանց անհատական տվյալները, որոնք ձեր փոխարացում էին եւ ներկայացնում։ Ավտոմեքենաների տվյալները։ Հասկացա, ավտոմեքենաների տվյալները, հասկացա։ Պարոն Բաղարյան, արդյոք դուք որպես Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար ունեիք լիազորություն այդպիսի բովանդակության տեղեկանք տալ, այսինքն Սուսաննա Բեգլարյանը չի, դուք որպես աշխատակազմի ղեկավար այդպիսի պաշտոնական լիազորություն ունեիք, թե չունեիք։ Ես առ այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված եմ որպես Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար։ Հասկացա։ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը կամ առհասարակ աշխատակազմի եկեղեցի ղեկավարը այդ տեղեկանքները տալու լիազորություն ունեցել է Ստեփանակերտում, թե որպես դերադաս ու այլ աշխատողներ որ չկային։ Ես որտեղ չկային, այնտեղ թե ստեղ։ Խոսք վերաբերված երևս Ստեփանակերտում դուք այդպիսի տեղեկանք տալու լիազորություն ունեիք, թե ոչ ասենք որպես աշխատակազմը, լավ, դուք չեք։ Աշխատակազմները տեղեկանքները տալիս թե քաղաքապետարանը։ Աշխատակազմը ուներ այդպիսի լիազորություն։ Դուք եք հանդիսանում աշխատակազմը։ Սրանից կարելի է ենթադրել, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը առհասարակ այդպիսի տեղեկանքներ տալու լիազորություն ունեցել։ Շնորհակալություն։ Հաջորդ հարց վերաբերում է Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերությանը։ Ով կամ որ մարմինն է հանդիսացել Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերության հիմնադիրը։ Ստեփանակերտի քաղաքային համայնքի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Այսինքն Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերությունը որպես առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություն այնուամենայնիվ հիմնադրվել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի կողմից։ Շնորհակալություն։ Ինչպես է կազմավորվում Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերության բյուջեն։ Քանի որ Ջրմուղ աշխատակազմը մեզ չի մտնում, բանը բյուջեն կազմվում է, եթե չեմ սխալվում, հավաքանու անդամների կողմից քննարկվում, հաստատում։ Այսինքն որպես Ստեփանակերտի քաղաքապետարանը որպես արդեն հիմնադիր մարմին իր հավաքանիների միջոցով հիմնադիրի լիազորություն իրականացնում եւ այդպես կազմավորվում։ Շնորհակալություն։ Արդյոք Toyota Hilux 2.7 մասնիշի 110 i90 հաշվառման համանիշի ավտոմեքենան հանդիսանում է օգտագործում էր առհասարակ Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերության։ Այսինքն դա Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերության է հաշվեկշռում էր, բայց ում կողմից էր այն օգտագործում։ Ստեփանակերտի քաղաքապետարանի։ Հասկացա։ Այսինքն այն արդյոք սպասարկում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ Այո։ Այսինքն այն Ստեփանակերտի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան։ Հասկացա։ Պատերազմի օրերին այդ ավտոմեքենան 2022 թվականի սեպտեմբերի 15-ից հետո ում միջոցներով նախ սարքի վիճակում է եղել։ Այո։ Բավականին սարքի վիճակում է եղել։ Ում միջոցներով է այն տեղափոխվել կամ օգնության վրահանգող կամ ով է առհասարակ դուք տեղափոխվել Հայաստանի Ստեփանակերտի քաղաքապետարան։ Խոսքը վերաբերում է անձամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի, որովհետև ես եմ դիմավորել Երևան քաղաքում ինքնազգում է ստացել։ Հասկացա։ Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերությունը որպես առանձին իրավունքի սուբյեկտ, որպես առհասարակ առանձին սուբյեկտ, այդ գույքի նկատմամբ որևէ հետաքրքրություն թե Հայաստանի Հանրապետությունում, թե այդ ժամանակահատվածում ներկայացել է թե ոչ։ Ով է Ջրմուղ Կոյուղի փակbaşնետիրական ընկերության տնօրենը։ Պողոսյան Գայլիկը այդ ավտոմեքենան Ջրմուղ Կոյուղին վերադարձնելու կամ ընկերության, չգիտեմ, դիապետման հանձնելու որևէ բան Ստեփանակերտի քաղաքապետարանի հասցեաբերակում։ Հասկացա։ Ինչու՞մն է խնդիրը, որ
Ինչու՞մն է եղել առհասարակ այդ ավտոմեքենան, երբ որ ինչպես նշեցիք, տեղափոխվել է Երևան, Ստեփանակերտի քաղաքը, ում կողմից էր օգտագործում Երևանում։ Քաղաքապետի Ստեփանակերտի։ Ինչու՞ն է առաջացել, ինչու այդ ավտոմեքենան ի վերջո սեփականացել, ինչ կարիք առաջացել, եթե Ստեփանակերտի քաղաքապետը այսպես նայեց այդ ավտոմեքենան օգտագործում։ Եթե չեմ սպանում, դա ապահովագրության խնդիրներ կա, ծերզնման խնդիրներ կա։ Ճիշտ հասկացա, որ այդ ավտոմեքենաների տեղզոնում եւ ապահովում չէին կարող անել։ Ինչու՞։ Ինչպես է ձեզ հասկանում, օրինակ ձեզ հայտնի դարձել։ Փոխանցումներ պետք է անվեր հիմնարկի հաշվի համարից, բայց քանի որ այդ հաշվի համարները չէր գործում, չէին կարող։ Ես ճիշտ հասկացա, որ ջրմուղ ուղի փակbaşնետիական լավ մի հատ էլ էստես ասում, չնայած միգուցե դուք տեղյակ չեք, բայց այն ամենայն ջրմուղ ուղի փակbaşնետիական ընկերությունը որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետությունը վերագրանցում ստացել է։ Իմ տեղեկությունները ոչ։ Չի ստացել։ Սա շատ կարևոր հանգամանք է, դուք բարձրանում եք։ Եվ վերջին հարցս, արդյոք Ստեփանակերտի քաղաքային համայնքը երբևէ իրականացրել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի աշխատակազմի կամ Ստեփանակերտի քաղաքային համայնքի կողմից հիմնադրված որևէ իրավաբանական անձի հաշվեկշռում արտացոլված այս կամ այն ավտոմեքենաների ու քայլի գծող վճարումները, այսինքն այդպիսի վճարումներ կանցնելու կամ այդպիսի վճարումներ ստանալու գործով որևէ լիազորություն իրականացի, առհասարակ այդպիսի լիազորություններից թե ոչ ավելի բարձր հարց ձևակերպել Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկանող ավտոմեքենաներ, անկախ նրանց աշխատակազմին հիմնապատկանում, հիմնադրած իրավաբանական անձանցապատկան, գույք հարկ վճարում էին, թե նրանք ազատված։ Ինչպես էին ազատված։ Դա օրենքի ուժով էր, թե ընդհանրապես բանավոր պրակտիկա է։ Չէ, օրենքի ուժով։ Կար կառավարության որոշում այսօր համաձայնվել։ Ես չունեմ Հարցեր չունեմ։ Խնդրում եմ ինձ մի բան ասել։ Դուք տեղեկանք եք կազմել, տրամադրել եք, որպեսզի այդ գույքը օտարվի, նվիրատվություն ձեռնարկվի, հա? Ոչ թե տեղեկանք են կազմել, որ գույքը օտարվի։ Տեղեկանքը եղել է կազմված, լավ։ Տեղեկանք կարող է կազմել ձերզոնում անցկացնելու համար առհասարակ։ Չէ, առհասարակ չէ, նա լսեք։ Տրամադրել են, որ պարտավորություն չունի։ Այդ տրամադրվել է, երբ որ Սուսաննա Բեգլարյանն է ստորագրել։ Դրանից հետո ինչ է եղել։ Այդ Արցախում։ Չէ, ստեղ Հայաստանում։ Սուսաննա Բեգլարյանը չի ստորագրել։ Հապեց գրած եղել Սուսաննա Բեգլարյան։ Ճիշտ է։ Տեղեկանքը մահա։ Ինչի ինքը չի ստորագրել։ Որտեղ ինքը աշխատանքի չէ, ազատվել էր աշխատանքից։ Ոնց էր ազատվել աշխատանքից։ Նախագահը հրամանագրով Արցախ հանրապետության։ Արցախի հանրապետության նախագահան հրամանագիր էր կայացրել, որտեղ գրել էր Սուսաննա Բեգլարյանին ազատել աշխատանքից։ Արցախ հանրապետության որոշ պետական ծառայողների։ Երբ ուզում եք իր կողքը կանգնեք, Ինչ եմ ասում որոշ, որովհետև պաշտոններ կա, որ չեր ազատել ինքը։ Բայց հիմնականում հա ասեք 95%։ Հիմա ձեզ չեր ազատել։ Չէ։ Իմ կարծիքով, որովհետև ես ինձ աշխատակ քաղաքապետարան աշխատակազմը նշանակում է կառավարության որոշումով ու ազատում է կառավարության որոշմամբ։ Այսինքն քանի որ կառավարության որոշմամբ էր, հանրապետության նախագահան չէր կարող ձեր ազատել աշխատանքից։ Դուք էլ մինչև հիմա ասացիք արտադրության նախարարությունը գրանցված է որպես աշխատակազմ։ Այդ գրանցումը ես չեմ հասկանում, ո՞նց է գրանցված։ Այն ժամանակ որ աշխատակազմի ղեկավար է Ստեփանակերտում գործում է ամեն ինչը։ Էլի ենթակա Երևանում արտադրության նախարարությունը գրանցման դա։ Չէ, ոչ թե Երևանում, այլ երևի թե համակցված է ծրագրերը եղել։ Ինչ ծրագրեր, Մալբրի բան, այն չէ։ Մալբրի չէ, արտադրության նախարարության ինչ-որ մեկին։ Պետռեգիստրի ավելի ճիշտ։ Իսկ
Հիմա ոնց պետք է դադարեր է ձեր գրանցումը արտադրության նախարարությունը, որ այսպես մինչև հիմա գրանցված է։ Չեմ կարող ասել ճիշտ ասած։ Իսկ դուք ինչ գիտեք, որ մինչև հիմա գրանցված է։ Ասեմ, ես մի քանի հատ սկրինշոտ եմ արել։ Ռոատ փոլիս որ մտնում ենք, որպես աշխատակազմի ղեկավար ինձ աբերում, Citizen բանկա կենտրոնացված, մտնում եմ, դրել հստակ գրած է, լուծարված է ոչ։ Այսինքն այդ ռոատ պոլիսը ինչ է, վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերն է բերում, այո, հա, այդ հավելված։ Որպես որ դուք տնօրինով, սենց ասեմ, աշխատակազմի, դուշ տուգանքը ինձ են տուգանքի ենթարկում։ Քանի որ այդ ավտոմեքենան գրանցված է քաղաքապետարանի անվամբ։ Հիմա այդ տուգանքը դուք եք լուծում։ Չօգտագործող, բայց ինձ վրա է գալիս տեղեկացնում եմ, որ սենց բանը։ Որ չմուծի, ես պետք է լուծեմ։ Ամենեք դատական քաշքշուկի մեջ։ Հիմա մինչև հիմա այդ ավտոմեքենաներ կան, հաշվառված են ձեր անվամբ, հա, այդպես հասկացա։ Հա, հա։ Ես լիազորված եմ ու մտնում եմ, շահագործող լրացնում։ Այ, ես կուզեմ պարոն դատախազի հարցը շարունակեմ։ Ինքն ասեց, դուք փաստաթղթեր եք ստորագրել, չգիտեմ ինչ։ Նախաքննության ընթացքում ձեզ փաստաթղթեր քննիչը ներկայացրել, հա։ Ցույց է տվել։ Ինչ է ցույց տվել։ Այդ կողմից ստորագրված է տեղեկանքները։ Քանի փաստաթուղթ ա եղել մոտալու։ 4 կամ 5։ Այ այն տվյալները, որոնք որ հայտնել եք, այդ ինչ-որ մեկը խոսում է դահլիճում։ Այն տվյալները ավտոմեքենաների անհատականացման տվյալները, որ փաստաթուղթը նայել եք, ասել եք, դրանք իրականության համապատասխանում, հա։ Հիմա Դավիթ Սարգսյանը ում է լիազորագիր տվել այդ Toyota Helix-ի վերաբերյալ։ Չեմ կարող ասել։ Դուք տեղյակ չեք։ Դուք այդպիսի փաստաթուղթ չեք տեսել։ Չեք տեսել։ Այդ քաղաքապետի կողմից շահագործվող ավտոմեքենայի պետհամարանիշները կհիշեք։ 10-90։ Տարրը։ Տարրը չեմ սխալվում, այ։ Սենց այ, հա ոնց որ։ Այդ միշտ շահագործվել է քաղաքապետի կողմից։ Հիմա ում կողմից է շահագործվել։ Հիմա էլ չեմ կարող, եթե չեմ խամ չի շահագործում այս բանը։ Այդ ավտոմեքենան չի շահագործում։ Մա օտարվել է, չէ՞։ Այո։ Ում է օտարվել։ Չեմ հիշում։ Դուք, որ Արցախում աշխատում էիք, այն ժամանակ էլ էր տեղեկանքներ տրամադրվում, որ գույքահարկը վճարված է կամ պարտք չկա գույքահարկի մասով։ Այս նույն ավտոմեքենաների վերաբերյալ։ Չէ, նույն ավտոմեքենաների չէ, ոչ։ Այսինքն այդ ձևանմուշը, որը որ ընդերից վերել եք, ոչ ուրիշ ավտոմեքենաների մասով է եղել։ Ընդհանուր հա, ձև է։ Իսկ ինչի էր անհրաժեշտություն առաջանում այդպիսի տեղեկանք տրամադրելու։ Պարտադիր պահանջում էր բանը, հաշվառման բաժինը։ Առանց դրան գործարք չէր անում։ Այսինքն մի սեփականատերը պետք է ներկայացնել տեղեկանք, որ այդ ավտոյի նկատմամբ պարտավորություն չկա, որպեսզի հնարավոր լիներ գործարք կազմակերպել։ Հիմա այս ավտոմեքենաները, քանի որ որևէ գործարքի խնդիր չկար, պատկանում էր կոնկրետ կազմակերպությունների, դրանք չեն իրացվել։ Դրա համար տես տեղեկանք չի տրվել։
հա, այնտեղ։ Այո։ Իսկ չի եղել, որ այդ նույն ընկերության բալանսում էլի մեքենա լինի, որը օտարվի։ Այնտեղ։ Իմ օրոք չէ։ Միգուցե եղել է, ասենք հավաքանին է որոշում, էլի էդի համայնքով ոչ թե աշխատակազմով։ Ինչն է հավաքանին որոշում։ Այդ գույքը տնօրինում է համայնքի գույքը հավաքանի անդամները, դրա համար իրանք են լիազորված։ Ես չունեմ հարցը։ Մի հարցի։ Տվեք, այո։ Դուք նշեցիք, ճիշտ ասած, ես առհասարակ պատկերացում չունեմ, ընդհանրապես խանդիզմում սա Ստեփանակերտում բացառական Մի քիչ բարձր հանրապետություն տեղափոխված պաշտոնական անձանց այս բանը նշանակում կոմբինացիաները դարձնելու ազատություն, բայց քանի որ պատասխանեցիք ստեղծան շնորհիվ այդ պատասխանը դա հաստատել իմաստով որտեղ է տեղեկատվությունը շնորհիվ ես որովհետև եթե նույնիսկ ձեր ասած տրամաբանությամբ նախագահը պաշտոնից որոշ անձանց չէ ես նշեցի արդեն Հայաստանի Հանրապետությունի գտնվելու ընթացքում պաշտոնից ազատելը որոշ մարդիկ այստեղ ազատ է Հայաստանի Հանրապետության գտնվելու ընթացքում ազատ է։ Այ ենթադրում այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ որոշ մասը ազատված չի։ Այդ թվում ճիշտ հասկացա նաև դուք այդ հետևության եք եկել, որ դուք դեռևս ձեր պաշտոնը կարեցիք։ Չէ, կներեք էլի, ինքն ասում է ինձ չէր կարող ազատել, քանի որ ինձ կառավարությունն է նշանակում։ Ինքը այդ տրամաբանությամբ պատճառաբանություն, որտեղ իրենց չէր դիապետում պարամետրերս ստեղ գտնվելու պայմաններին, այ դուք եւ մյուս անձինք, ովքեր որ ըստ ձեզ չեն ազատվել իրենց զբաղեցրած պաշտոնից, բացի համայնքի գույքը խոսքի մեքենայից, այս պրոցեսում գործառույթներ իրականացնել։ Կնշեք ինչ-որ բան, որը որ ինչ-որ գործառույթ գործունեություն, որ պաշտոնից ողել։ Օրինակ դուք կամ հայրանձին Հայաստանի Հանրապետությունի ընթացքում ի պաշտոն է արել են որոշակի գործառույթներ, կոնկրետ ասենք օրինակ աշխատողները աշխատանքային գույքեր են տարածվել։ Ինչ եք արել։ Աշխատանքային գույքեր, այդ որ նախագահի հրամանագրով ազատվել են աշխատանքից։ Դրացրել են, փակել են գործառույթ, որը որ ստեղծել են։ Դուք եք ստորագրել, հա, դրա տակ։ Այո։ Կնիք եք դրել։ Այո։ Այսինքն ես պահում կարող եմ արձանագրել, որ որպես համայնք ձեր մասին որպես համայնք եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված համայնքի բնակիչների շարերը ծայր չէ, որը որ Հայաստանի Հանրապետությունից ստեղ շարունակել եք ապահովել եւ ապահովել։ Ուրիշ հիշեցիք գործառույթ, ձեր հետ ապահով չէ, միգուցե այլ պաշտոնատարանցի։ Օրինակ կարող եմ նշել վերջնահաշվարկներն են աշխարհը սեպտեմբեր ամսվա աշխատամարտը վճարել։ Չէ, կոնկրետ գործառույթ գործառույթ աշխատակազմը դավանի գործառույթ այս։ Օրինակ լավ աշխատողները դեպքում ինչ են արել։ Իսկ նույն գործառույթները իրականացրել են ինչ-որ ասենք մշակույթի բաժինը ստեղ ինչ գործառույթ են։ Բացում ավելի շատ մշակույթի բաժին։ Չէ, օրինակ ասեցի։ Շրջանակների դուրս, բայց մշակույթը ունենար ավելի շատ,
բոլոր դեպքերում Ես էլ եմ համամիտ պարամիտ արտախազի, հենց մեր մշակույթի բաժին ավելի շատ անելիք։ լավ է դեպքում նաև պարոն Սարգսյանի կապված որոշակի գործառույթ ուրիշ էր, որպես քաղաքապետ Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործառույթ որպես քաղաքապետ Չեմ կարող նշել։ Բայց այն որ հարյուրավոր այն առասկզբի ժամանակները հարցը վերաբերում առավելապես չեմ ժառանգել չեմ կարող տարբերակում գերագնահատում մյուսը կամ մյուսը բովանդակային առումով այս բանը չեմ կարող նշել առումով առավելապես բովանդակային այս բանը չեմ կարող աշխարհ Ես երկու հարց դատավորացնեմ։ Շնորհակալություն։ Այ շարունակելով դատախազի հարցը, քաղաքապաշտպանությունը ով է իրականացնում Ստեփանակերտը Այ քաղաքապաշտպանության պետը Ստեփանակերտը հասկացա, քաղաքապաշտպանությունը իրականացրած լինելու, քաղաքապաշտպանությանը մասնակցած անձանց այդ պաշտպանությանը մասնակցած լինելու վերաբերյալ բովանդակության տեղեկանքներ Հայաստանի Հանրապետությունում կազմել եւ տվել է օրինակ, այսինչ անձը մասնակցել է քաղաքապաշտպանությանը, այսինչ ավտոմեքենան գտնվել է այս հատվածում եւ այլն եւ այլն։ Սա իրաց է պաշտոնական գործառույթներ, որոնք իրականացել են քաղաքապաշտպանության մասով այո։ Շնորհակալություն։ Խոսքը վերաբերում է, որ հրամանագրի վերաբերյալ հողում կատարեցի։ Խոսքը վերաբերում է նախագահ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրին, որով պետական բոլոր պաշտոնյաները բացառությամբ որոշակի անձանց դրան ավիրակել։ Շնորհակալություն, այս այդ հրամանագրի բովանդակությանը հողում եւ վերջին հարցս հարցերի բովանդակում։ Նայեք, Ստեփանակերտի քաղաքային համայնքը ուներ բյուջե։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ բնականաբար բյուջեն զորայացված չէ։ Ոչ։ Կային միջոցներ։ Այդ միջոցները ներկայությամբ ով է տնօրինում տիրապետում։ Համայնքի։ Հա, համայնք օրինակ հասկացա, բայց ունի տիրապետելու հնարավորություն։ Օրինակ ինչքան բյուջե հաշվում, օրինակ 1 միլիոն դրամ կար, պայմանական ենթադրել։ Ինչքան կար։ Ֆինանսիստին թողել եք ասենց պատվարժանդար, նայսա կպարզաբանում ինչ է հարցը։ Չի որ հստակ չեմ կարող ասել, բայց մոտավոր մի 8 միլիոն, շատ կա ավելի։ Այդ 8 միլիոն դրամը այս պայմանությամբ դուք տիրապետելու հնարավորություն չունեք։ Ով է տիրապետում, ինչու չունեք։ Հաշիվները փակած են։ Ում կողմից է փակված։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ համայնքի այդ գույքի նկատմամբ դրամական միջոցների նկատմամբ պետականություն ներկայացրել է, ճիշտ եմ հասկանում։ Հասարակությունը կամ պետությունը, խոսքը վերաբերում է Հայաստանի Հայաստանի Հանրապետության հասարակությունը կամ պետությունը, կոնկրետ մեքենաների նկատմամբ, բայց ինչ-որ հետաքրքրություն ներկայացրել է։ Այսինքն դրամական միջոցների նկատմամբ ներկայացրել է դրանք ըստ էության դրել արգելանք, բայց նույնը չի արել մեքենաների մասով, ճիշտ եմ հասկանում։ Ստեփանակերտի որևէ բնակիչ կամ Արցախ Հանրապետության որևէ բնակիչ, ով որ Հայաստանի Հանրապետությունում ունի փաստարկի կարգավիճակ 1, Հայաստանի Հանրապետության լիազոր որևէ մարմին, ցանկացած պետական կառավարչական բնակի ներկայացուցիչ, այդ ու նաև գործադիր մարմնի ղեկավարը, կամ Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ, կամ հասարակության որևէ անդամ, Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց ի վեր, այդ ավտոմեքենաների նկատմամբ խոսքը կրկին կրկնում եմ, վերաբերում անգամ Ստեփանակերտի ցանկացած քաղաքացու, ինչ որ մեկը եղել է, որ ձեզ դիմի ասեք ավտոմեքենան օրինակ, ինչ ենք անել։ Ոչ։ Չի եղել։ Շնորհակալություն։ Ես մի հարց ունեմ։ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում նշեցիք, որ աշխատանքի ընթացքում որպես Ստեփանակերտի ղեկավար 2020 թվականին։ Այս ընթացքում եղել է որևէ դեպք, երբ որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված միջոցներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված լինի որևէ ավտոմեքենա։ Ոչ։ Մի հարց եթե կարել է Երիցան հանգամանք նշեց դրանից։ Տվեք։ Այսինքն նշեցիք, որ բյուջեում որոշակի գումար մոտ 8 միլիոն էական չկապի շապկած սարամասի որը որ Հայաստանի Հանրապետության կողմից այդ որոշակի արգելանք է դրվել, հնարավոր չի դատել ձեր պատկերացումը հասկանամ առհասարակ այս հատուկ դիմացությունները նշանակում ձեր պատկերացումները որպես աշխատակազմի ղեկավար նախկին եւ որոշակի պաշտոնացած եթե արգելակումները չլիներ Հայաստանի Հանրապետությունը այդ բյուջեն ինչ ուղղություններով հնարավոր ըստ ձեզ ինչ հնարավոր աշխատավարձերի մասին չէ դրա մասին արդեն նշեցի
Օրինակ ինչ կա կարելի է անել։ Երեք պարտավորություն, որպեսզի որպես համայնքի կարիքներին ուղղված հետմիջոցներ։ Երևի պարտավորություն է։ Ինչ պարտավորություն։ Այսինքն մարդիկ շինարարություն են արել Ստեփանակերտի օգնության տրամաբանություն դրամաց որպեսզի համայնքի շահերը արդեն ըստ ձեզ հնարավոր է ինչ-որ ձևով դա քաղաքանը որոշում ունի ուղղությունն է ուզում հասկանալ։ Որը մի հատ օրինակ բերեք, որ այս իրավիճակում որպես համայնք եւ սա իր բյուջեն է, որը արգելադրված չի որևէ ձևով, համայնքը կարող է որոշել եւ դա այդ Դե նայած ինչ շփվածում է եղել այդ ումարը։ Ասենք ծածկային մոտվածներ։ մի հատ չեմ Եվ ասեց էլի, ասում օրինակ շինարարություն է արել։ Չէ, ստեղ, այնտեղ չէ։ Ստեղ են արել, շինարարությունը պահանջ ասել ու մարս տվեք։ Ուրիշ օրինակ։ Լավ։ Չունեմ այլ հարցեր։ Մի հատ էլ ես հասկանում։ Ուզում եք ես գնամ դուք հարցեր Չէ, հարցը այլ է ուղղակի առաջանում։ Տեսեք, այ օգնության մասին է խոսում։ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարը կամ այլ անձիկ, որոնց վերաբերյալ դուք մի հատ էսպես ճշտով հարցնան, հետո շարունակեք, բայց իմ հայոց Այդ մի հատ չեղավ, պարոն Երիցյան, մի հատ հարց։ Սա կարևոր հարց է, բաժան դա։ Բոլորն էլ կարևոր են հարցը, Բայց հայոց այլ ավտոմեքենաներով տարբեր են։ Հիմա այդ ու մոտ տարբեր են այդ ավտոմեքենաները, թվում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարը։ Որևէ ձևով տարբերվում է Ստեփանակերտի այլ բնակիչներից, այսինքն նրանք ունեին որևէ այլ արտոնություն, օրինակ համայնքը նրանց տնով ապահովում է, չգիտեմ, այսինքն կարելի է արձանագրել, որ նրանք էլ ունեին օգնության հետ ներկայ, չունեն։ Ազատիկ շնորհակալություն։ Ես վկայեմ։ Պարոն Երիցյան,